Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Լոս Անջելեսից, Էդուարդ Էնֆիաջյանը, ով Արցախյան պատերազմի մասնակից է, առաջին պատերազմի մասնակից է։ Բարձր պարոն Էնֆիաջյան։ Բարև պարոն Այվազյան, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ Բարև միացաք։ հարգելի դիտորդներ։ Պարոն Էնֆիաջյան, դուք հաստատ հետևում եք, թե ինչ է տեղի ունենում Ալբանիայում, Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Ալբանիայում, տարբեր տեսակի հանդիպումներ նա ունեցավ տարբեր երկրների ղեկավարների հետ, Էմանուել Մակրոնի հետ, առանձին շփվեց Իլհամ Ալիևի հետ, եղավ հանդիպում, ինչը շատ հետաքրքիր էր, եւ մենք ստացանք տարբեր հայտարարություններ, օրինակի համար Կայա Կալասը շատ լավատես էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է հաստատվել խաղաղություն, նույն կարծիքին էր նաեւ Էմանուել Մակրոնը, նույն կարծիքին էր նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ինչ է կատարվում ձեր կարծիքով, արդյոք հնարավոր է հասնել խաղաղության եւ ինչպես եք դուք նայում նրան, որ հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասից, որ Արցախյան շարժումը պետք է փակվի, որպես Արցախյան շարժման մասնակից, ինչ կարծիքի եք դուք։ Գիտեք ինչ կա, 1921 թվին ընկեր Խանջան, Կասյան, Նուրի Ջանյանները նույնպես ասում էին Ղարսի հարցը պետք է փակվի, Արդահանի հարցը պետք է փակվի եւ պայմանը եղել է հրաժարվել Սևրի պայմանագրից։ Այնպես չի որ Նիկոլ Փաշինյանն է բերել այս նման իրավիճակի, սա սկսել է դեռ 1991-2 թվականներից, երբ մեր խոսքը, մեր ասածները բավական լուրջ անտեսվում էին, դա վերաբերում է Մկրտչյան Արտուրի սպանությանը, դա վերաբերում է շատ հայտնի քաղաքական դեմքերի մարգինալացման օրինակների վրա, դա երևում է քաղաքական այս, ինչպես ասեցի, սպանությունների վրա եւ ձայները խլացվեցին, լռեցվեցին, մարդիկ լռեցին եւ Հատուկ լրացնում ունենք եք այն ինչ ձայները։ այսօր այո դա հայոց համազգային շարժման իշխանության օրոք է տեղի ունեցել Քոչարյան Ռոբերտի օրոք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ սա դեռ շարունակում է գլորումը դեպի անդունդը շարունակվում է նույն Եվրոպա մենք շատ հակափաստարկներ ունենք, շատ հակափաստարկներ ունենք, Այո, բայց իրավիճակ չունենք, ռեսուրս, ուժային ռեսուրսը բավականի դժվար է եւ շատ ռեսուրսներ չունենք, լուրջ դաշնակիցներ, մեր շահերը բավական լուրջ դժվում են, քանի որ մենք գործ ունենք մեր դեմ պատրաստված լուրջ ռազմաքաղաքական կոալիցիայի հետ եւ այդ ռազմաքաղաքական կոալիցիայի դեմ մենք լուրջ հակափաստարկներ, հակակոալիցիաներ կամ հակապայմանագրեր չունենք։ Ինչ ասեմ, ինձ համար դա փակված չի, ինչպես նաև Արդահանի հարցը, ինչպես նաև հայաթափված այլ պատմական Հայաստանի շրջանները։ Դա միանշանակ սա պետք է պահվի, սա այս հարցը պետք է լուծվի, ինչպես է լուծելու ես այսօր դեռ ռեալ պատկերացում չունեմ նման իրավիճակում մի բան գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն գոյություն չունի, ընդդիմության տեղը զբաղեցնում են այն մարդիկ, որոնք նշանակված են այլ պետությունների կողմից, ընդդիմությունում ես չեմ տեսնում մեկ անգամ մարդ, որը կիսում է նույն պատկերացումները, ինչ ես, կամ իմ համախոհները, ուստի նման ընդդիմությունով եւ նման իշխանությունով մենք չենք կարող հասնել լուրջ ինչ-որ նպատակների։ Սա եմ տեսնում Արցախի բնիկ բնակչության հարցը դեռ լուծված չի, նշանակում է Արցախի հարցը բաց է։ Լուծված չի մեր սահմանադրության հարցը, նշանակում է բաց է այսինքն պարոն Արցախի հարցը։ Էնֆիաջյան, դուք Եթե պատկերացնում եք, որ այս ընդդիմությունը, որը որ հիմա կա Հայաստանի խորհրդարանում, որը որ նախկինում եղել է իշխանության մաս, իրենց պատճառով է նաև այս իրավիճակը ստեղծվել հիմնականում այդ թալանի, կոռուպցիայի եւ Արցախյան բավական է շարժումը ոչ թե փակված է, այլ քանի որ մենք հիմա այսպիսի ծանր իրավիճակում ենք գտնվում, ստիպված ենք
դրա մասին խոսել այս պահին։ Լավագույն դեպքում ես կարող եմ ասել սառեցված է։ Լավագույն դեպքում։ Դա այսպես ասած, դա մաքսիմում կոմպրոմիսն է, որ ես կարող եմ ընդունեմ, դա սառեցված է, քանի որ Բայց Ադրբեջանը մենք ունենք փորձում է փակել, ընդհանրապես փակել։ Դրա համար այո, ասում են ես կարի լսում եմ, փակենք Մինսկի խումբը։ ես լսում եմ դա, նրանց պահանջն է փակել Միսկի խումբը, Նիկոլ Փաշինյանը հակապահանջ է դնում, որ եկեք պայմանագիրը ստորագրենք, հետո փակենք, չնայած պայմանագիրը ստորագրենք, մենք Ռուսաստանի հետ ուտել ունենք բազմաթիվ պայմանագրեր, պայմանագիրը բավականի քիչ է, կպետք են միջազգային զսպման մեխանիզմներ, մեր մեջ պետք է կանգնեն դեռ միջազգային ուժեր, միջև Ադրբեջանի Հանրապետությունում ատելության քարոզը չվերջանա, նորմալ դեմոկրատական ընտրություններ լինեն, կա ինչ-որ մի խավ, որը ներկայացնում է Ադրբեջանի ժողովրդի սեգմենտները եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերը, այդ դեպքում մենք կարող ենք հավասար խոսակցություն ունենալ Ադրբեջանի Հանրապետության հետ։ Դիկտատոր 70-60 տարի է ընտանիքը կառավարողի հետ ինչ կարող է խոսել մի մարդ, որը ընտրությունների միջոցով հիմա լավ-վատ եկել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության։ Դա Ալիևի համար վատ երազ է, եթե Ադրբեջանի Հանրապետության տարածքում նման տեսակի ընտրություններ լինեն, դիկտատորան ամբողջությամբ կփլուզվի եւ անհասկանալի եւ անպատկերացնելի հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։ Ուստի սառեցվածը կասեի ամենաճիշտ ելքը կլիներ միայն սառեցում, ոչ Հիմա մի չունի, ինչ նույնիսկ եթե ագիր։ Մինսկի խումբը փակվում է, ստորագրվում է խաղաղության պայմանագիր, ձեր պատկերացմամբ Արցախյան հարցը չի կարող Արցախի հարցը փակվել, քանի որ մենք ունենք Արցախից Արցախի հարց չի։ Սա Արցախի հարց չի, բանը դրանում է, որ սա Արցախի հարց չի եղել։ Ի սկզբանե, երբ որ իմ համախոհներով գնում էինք այդ սրիկաների դռներն էինք ծեծում, խոսքս գնում է Լևոն Պետրոսյանի եւ դրա հետևանքների մասին, եւ ասում ենք, որ սա Արցախի հարց չի, սա հայկական հարց է։ Սա հայերի Հայաստանում ապրելու իրավունքի հարցն է, որը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության կողմից կասկածի տակ են դրված։ Այդ իսկ պատճառով է ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը ըստ իմ տեսլականի։ Հայկական հարցը փակելու համար է ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը։ ընդհանրապես Ճիշտ է, Հայաստանը այդպես է։ փակելու, ոչնչացնելու համար է ստեղծված։ Այո, հայկական հարցը փակելու։ Ինչ է նշանակում հայկական հարցը։ Հայկական հարցը նշանակում է Նախիջևանի հայը ապրեր Նախիջևանում, Արցախի հայը ապրեր Արցախում, Ղարսի հայը ապրեր Ղարսում եւ սեփական պետական կառույցների հետ միասին։ Դա է նշանակում հայկական հարց։ Մեզ միայն Արցախն է հետաքրքիր, մեզ հետաքրքիր է ցանկացած տարածք պատմական Հայաստանի տարածքում, պատմական Հայաստան մերձավոր տարածքներում հայերի ապրելու իրավունքի մասին է խոսքը։ Հայերի հայերեն խոսելու, գրելու, կարդալու իրավունքների մասին է խոսքը։ Այսօր տարածաշրջանում միայն երկու տեղում կա այդ իրավունքը պահպանվում է Վրաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Մնացած տարածքներում Ռուսաստանի Դաշնությունում մեկ անգամ հայկական դպրոց չկա։ Թուրքիայի Հանրապետությունում միայն քրիստոնյա հայերի համար կա ինչ որ ուսումնական հաստատություններ։ Միայն մահմեդական հայերը ընդհանրապես չեն էլ ճանաչվում իբրև հայ։ Իբրև հայ։ Ուստի սա հայկական հարց է։ Այդպես կարող եմ ասել։ Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի մենք հասկանանք որպես սառեցված հարց։ Դեռ Բայց եթե ենթադրենք ուղղակի հիմա ամեն ինչ հնարավոր է, չնայած որ քիչ հավանական է, բայց համարենք, որ ստորագրվեց խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ձեր պատկերացմամբ կոնֆլիկտը ավարտված է դրանով։ ոչ, ոչ, միանշանակ ոչ, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունն այսօր ենթարկվում է 4-5 տարածաշրջանային ուժի կենտրոններին, դա Ռուսաստանի Դաշնությունն է, դա Իսրայելի Հանրապետությունը Իսրայելն է, դա Թուրքիայի Հանրապետությունը եւ դա Պակիստանն է, դա 4 ուժային կենտրոններ են տարածաշրջանային, ունեն բավականի 100 միլիոն պլյուս բնակչություններով, հա,
դե Իսրայելը մի քիչ ավելի քիչ, սակայն ազդեցության ոլորտը հարյուրավոր միլիոններ են Իսրայել պետության եւ մենք մենք չենք իմանում ենթադրենք պայմանագիրը կնքելուց հետո մի շաբաթ հետո սահմանի վրա պրովոկացիա կլինի թե չէ հայերի կողմից եւ նույնպես մենք ունենք Դրանք նոյեմբերի կարող 9-ի են կրկին նույն պայմանագիր չասենք ապատեղեկատվությունը տարած է, ոչինչ չի փոխվելու։ նոյեմբերի 9-ի մենք ունենք պայմանագիր չէ ներողություն հայտարարություն որտեղ իբր երաշխավորում էր Արցախի բնակչության անվտանգություն իբր անվտանգությունը այն տարածքների որտեղ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր կոչեցյալները չէին գրավել եւ Ռուսաստանի ունեինք այսպես կոչված վերաերաշխավորումը այդ հայտարարության սակայն հայտարարությունից մի քանի օր հետո օկուպացվեց Խցաբերդը այնտեղ գերեվարվեցին բավականին մեծ քանակությամբ հայ զինվորներ ռուսական զորքերի միջնորդությամբ եւ այսօր փաստը մնում է այն որ ամբողջությամբ Արցախը հայաթափված է եւ հայաթափողները ասում են այս պայմանով արագ պայմանագիր կնքեք եւ սահմանադրությունները փոխեք, սենց արեք կամ նենց արեք։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը փոխելուն, միանշանակ կողմ եմ եւ սահմանադրությունով մենք պետք է հետ գանք 1918 թվի դրության։ Ոչ շատ սխալներ է արվել 90 թվից մինչև այսօր, շատ սխալներ։ Եվ եթե ժամանակ կհատկացնեք, կարող եմ ասել այդ սխալների Ինչու՞ չէ, նվագարկել։ սիրով, պարոն Էլֆիաջան։ Առաջին սխալներից մեկը եղել է նա, որ մեզ սերմանվել է, որ սա երրորդ հանրապետությունն է։ Այսինքն հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը ճանաչվել է անկախ ազատ հանրապետություն լիիրավ իրավունքներով, արտգործ նախարարությունով, զինված ուժերով, սեփական անվտանգության ծառայություններով եւ իրավապահ Մենք ճանաչում ենք բռնագրավումը Հայաստանի, բռնագրավումը պետության որպես նորմալ լեգիտիմ ձևավորված այո, եթե հանրապետություն։ մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ այսպես կոչված սովետական սոցիալիստական հանրապետության իրավահաջորդն է, ապա պետք չէ ինչի է ժողովրդին չէին ասում, որ երկրորդ այսպես կոչված հանրապետության իշխանավորները, որոնք նշանակված են եղել Քազիմ Ղարաբեկիր Փաշայի եւ ռուսական զորքերի հրամանատարության կողմից, գնացել են Ղարս քաղաք եւ ստորագրել են փաստաթղթեր, որտեղ ամբողջությամբ Հայաստանի այս սովետական սոցիալիստական Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Սևրի պայմանագրի բոլոր դրույթներից, հրաժարվել է Արցախից, հրաժարվել է Նախիջևանից մի պայմանի դիմաց, որ իրանք կմնան իշխանության մոտակա 100 տարի։ Այսինքն Վրաստանը, Ադրբեջանը ունեցավ քաջություն ընդունել, որ այդ շրջանը բռնագրավված շրջան է, բռնագրավումների, իսկ Հայաստանը ոչ։ Այո, դրանով իսկ սպասարկելով Ադրբեջանի Հանրապետության շահերը Արցախի եւ Նախիջևանի բռնազավթման լեգիտիմության ուղղությամբ։ Ու նաև մենք փաստացի կրկին կարող ենք հիմա փաստել նաև այն, որ պարոն Էլֆիաջան, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոքիչ այդ հիմքը դրվել Վրաստանում հայրենասեր ուժեր իշխանության եղան, իրոք անկախ ուժեր եկան իշխանության, նույնն էր Ադրբեջանում ինչ որ չափով, բայց Հայաստանում մենք ունենք KGB-ի կողմից նշանակված ինչ որ ղեկավարներ։ Փաստացի ես այդ եզրահանգմանն եմ գալիս։ Ասեք ինչպես է, եթե Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականին Միխայել Սաակաշվիլու հետ հավասար չհրաժարվել Ղարսի պայմանագրից, իսկ Վրաստանի Հանրապետությունը ամբողջությամբ հրաժարվել է Ղարսի պայմանագրի դրույթներից եւ իրան չի ճանաչի երրորդ հանրապետություն, այլ երկրորդ։ Եթե մենք էլ նույն բանը անենք, Ադրբեջանի Հանրապետությունը չեր անի։ Չեր անի, որովհետեւ իրեն այս Ղարսի փաստաթղթերը ձեռնտու են։ Քանի որ մենք չարեցինք, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ուզում է իր հարաբերությունները արևմուտքի հետ, գիտեք, սպառման շուկա է, լավ լինի, ճանաչեց այդ ժամանակահատվածը օկուպացման տարիներ։ Սակայն եթե օկուպացման տարիները ճանաչված, որ նա եղել է սովետական միության կողմից օկուպացված, ապա օկուպացման ընթացքում իրեն կցորդներ են ավելացել Նախիջևան, Արցախ,
լեզգիների հողերի մասին չասեմ Դաղստանի եւ վրացական Սայնգիլոյի մասին չասեմ։ Այսինքն Ադրբեջանի հանրապետությունները կարկտաները Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետությունը եղել է կարկտաներից հավաքած հանրապետություն։ Փաստացի Վրաստանից էլ ունեն տարածքներ վերցրել, ճիշտ է։ Սայնգիլոն, այո, Դավիթ Գարեջին համալիրը, իսկ դա շատ լուրջ պատմական ուղղափառ եկեղեցու, շատ պատմական, սա միսիոներական համալիր է եղել, որ Դաղստանի ժողովուրդներին քրիստոնեացնեն։ Սա շատ Վերջերս լուրջ ներքին տեղ է սկանդալ Դավիթ կար։ Գարեջին։ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվան Աթելաշվիլին չեն թույլ տվել հիմա էլ այցելել Դավիթ Գարեջիի Այո, վանական։ տեղյակ, այո, որովհետև քանի որ Ադրբեջանի Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիայի Հանրապետությունը սարքում են տարածաշրջանի ոստիկան Ադրբեջան։ եւ տեսեք 1988 թվականից երբ սկսեց Արցախի շարժումը, մենք ծեր գիտական աշխատողների հավաքածու դարավ Ղարաբաղ կոմիտեն։ Տաղանդավոր մարդիկ բավականին հեռու են պահվում իշխանական լծակներից եւ իրենք գնում էին, ասենք ասեմ, նրանք քաղաքականություն չկառուցեցին Ռուսաստանի Դաշնության հետ որևէ տեսակի։ Նրանք ընդհանրապես, ինչպես ասում են, ֆարվատերում էին եւ մեր Արցախի շարժման հիմնադիրները, գաղափարական, այսպես ասած, գեներատորները հեռացվեցին շարժումից։ Հեռացվեցին այն մարդիկ, որոնք մասնակցել էին 1990 թվականից 94 թվականի Արցախի ժողովրդի անվտանգության պաշտպանության գործի մարդիկ հեռացվեցին գրեթե վերցվեցին մի քանի մարդիկ եւ որոնք բավականին ծանր սոցիալական պայմաններում էին ապրել նախքան Արցախյան շարժումը եւ իրենց նշանակեցին բավական լուրջ պաշտոնների բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվեց մի իշխանություն, որ 96 թվականին կռվի են անում իրար մեջ Վազգեն Մանուկյան, Լևոն Պետրոսյան եւ այլ եւ այլ։ Եվ 1.5 տարի հետո եկավ Արցախից պարտիական մի ակտիվիստ Ռոբերտ Քոչարյանը անունով եւ իր հետևանքների հետ միասին գտան Հայաստանի Հանրապետության տարածքում նմանների եւ կառուցեցին մի կորպորացիա, բիզնես կորպորացիա, որը զբաղված էր հայ ժողովրդի շահերի վաճառքով։ Տենց ասենք, հենց տենց ասենք 90 թվականի սկզբերից 91-2-ից այս կորպորացիան եկավ իշխանության մեր շնորհիվ իդեպ, մեր շնորհիվ, իմ նմանների, իմ նման միամիտների, միջև վերջը գնացողների, հասկացողների եւ չհամախմբվողների, մենք մեր բաժինը կա ստեղ։ Չնայած իրենք բավականի գործակալական ցանցը ամեն ինչ մնացել էր սովետական ժամանակաշրջանից, Կոմերիտ միության այդ ակտիվիստները, բաները բոլորը կոմերիտական են, նայեք Սահմանադրական դատարանի նախագահ նշանակում է Երևանի քաղկոմի կոմունիստական եսիմինչ մի ակտիվիստ, այնտեղ մի ուրիշ կոմունիստական ակտիվիստ, այնտեղ մի ուրիշ կոմունիստական ակտիվիստ։ Այսինքն այն մարդիկ, որոնք ռուսական եւ թուրքական բանակի սվիններով եկել են մտել են Հայաստան, այդ մարդիկ իշխում էին։ Լինի դա Հրանուշ Հակոբյան, լինի դա Խոսրով Հարությունյան, անուններ եմ տալիս եւ պատասխանատու եմ այդ անունների համար։ Մարդիկ, որոնք հայկական բանակի պահեստներն են պայթեցրել, Ցորենի անբարներն են այրել 1920 թվականին, դիվերսիաներ են արել հայկական բանակի թիկունքում, հայախոս սրիկաները, այդ մարդկանց ինչի մեկ չդատապարտեցինք, ինչի մեր պետություն կոչեցյալը նման քայլերը, նման վայրագությունները մեր ազգի հանդեպ 21 թվականից առ այսօր, ինչի մեկը չդատապարտեց, որևէ քաղաքական ուժ դատապարտել է եկած իշխանության, ասեք, Մինչև պետք է հիմա ճանաչում։ այդպիսի մարդիկ գործակալական ցանցի ներկայացուցիչներ դերևս կան իշխանության մեջ։ Մենակ Ախրցքա քաղաքից 1922 թվականին կարծեմ Ջեմալ Փաշայի սպանությունից հետո վերցնելով դա առիթ եկել են Ախրցքայից 1000-1500 հոգի մարդ են տարեկորցրել։ Միայն Ախրցքայից։
որ ախցխացնից ոչ մեկ կապ չի ունեցել Ջեմալ Փաշայի սպանության հետ։ Ռուսները, չէ՞։ Եվ դա Սովետական արել են հայկական, սովետական, սոցիալիստական հանրապետությունից գործ ուղված չեկիստներ։ հայ Վրացական չեկիստները անգամ չեն ուզեցել դա անել։ Դա ախցխայի այդ ջարդը 21-22 թվականի ձերբակալումները կատարելա, կազմակերպելա Գևորգ Աթարբեկովը վրացական չեկայի խնդրանքով։ Ինչի սրանք չեն դատապարտվել։ Ինչի Լևոն Պետրոսյանը իբր լինելով հայ ժողովրդի շահերի ներկայացուցիչը, ինչի չի դատապարտել 21 թվականից միջև 1990-91 թվականը հայերի ձերբակալումները եւ արտաքսումները Սիբիրների ճամբարներ աշխատանքային։ Դե ինչ 1946 թվին Տեր-Պետրոսյանը նման բան կազմակերպվեց անող չէր։ ներգաղթ։ Ինչպես Դա աբսուրդ է, նման բան անող չէր այդ մարդը։ Անհնար է ուղղակի պատկերացնել։ ոչ Կամ նույն մյուսը արեց, Քոչարյանը, ոչ կամ մյուսը, նույն ոչ Սերժ էլ այս մեկը։ Սարգսյանը։ Բայց ոչ էլ հիմա Փաշինյանն է անում։ Հա, ես չգիտեմ, նա ունի ցանկություն, ռեսուրս չունի, նա ունի ռեսուրս, ցանկություն չունի, ես չգիտեմ, ես իշխանական թևի հետ ներողություն հետադարձ կապ չունեմ, որ ինձի զանգ է, ես հարցնեմ, կամ ես իրանց զանգեմ, ես իրանցից ոչ մեկին չեմ ճանաչում անձնապես։ Եթե ճանաչեի, միանշանը կհարցնեի եւ այս պահանջները կդնեի։ Եթե դուք նոր Հայաստան եք, ապա դատապարտեք այս անտերը։ Մեր ժողովուրդը ցեղասպանությունից վերապրած ժողովրդին 41 թվին լցնում են ռազմաճակատ։ Միան հայկական ՍՍՀ-ից սպանվածներին են համարում հայ զոհեր։ Վրացական ՍՍՀ-ից զորակոչված սպանվածների, ադրբեջանական ՍՍՀ-ից զորակոչված սպանվածներից եւ ամբողջ սովետական միության զորակոչված հայերից ոչ մեկ չի հաշվառվում։ Իդեպ ասեմ ձեզ Արցախի շատ եւ շատ զոհեր ենք մենք ունեցել։ Այս հարցերը մեզ չեն լսել, մեզ հետ չեն քննարկել։ Ոչ Հիմա մի տեսեք, պարոն Իլֆիա ջան, տեսեք, օրինակի համար Վրաստանում կա հանգարան, որտեղ որ կարող ես ծանոթանալ, թե ինչպես է ռուսական զորքը, խորհրդային զորքը բռնագրավել Վրաստան, բռնակացել իրեն։ Նաև օր կա փետրվարի 25-ը, որպես Վրաստանի բռնագրավման օր է, դրոշները իջեցվում են պետական եւ տրաուրային օր է փաստացի Վրաստանում։ Այսինքն Վրաստանը գնացել է այդ ճանապարհով։ Հիմա ճիշտ է տարբեր այլ process-ներ են, բայց ընդհանուր առմամբ Վրաստանում նաև ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչներ էլ չկան։ Նման ընդդիմադիր ուժեր չկան, կան ինչ-որ շատ թույլ, ձևական, շատ փոքրիկ հմտեր շատ աննշան, բայց Հայաստանում այդ ուժերը վխտում են։ Մենք բոլորս էլ տեսնում ենք անուններ կան, բազմաթիվ անուններ կան, նաև ունեն հզոր միջոցներ, լրատվամիջոցներ, ունեցված ռեսուրսներ եւ այդ ամենի դեմը չի առնում փաստացի Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց այդ ուժերը կոնկրետ սպառնալիք են թե իրենց իշխանությանը եւ թե Հայաստանի ինքնիշխանությանը։ Սկսել են նոր խոսել, նույն Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, սկսել է խոսել այդ մասին։ Բայց ինչ եք կարծում, մեկ տարվա մեջ արդյոք հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն ձեռք բերեն եւ սկսեն Հայաստանը վերջապես մաքրել այդ գործակալական ցանցից, իրենց լրատվամիջոցներից, իրենց այդ ենթակառուցվածքներով հզոր այդ ամենից մաքրեն Հայաստանը, ինչ եք պատկերացնում։ տեսեք ինչպես է, ես նորից եմ ասում, ես ինքս իշխանավոր չեմ եւ չեմ պատկերացում չունեմ ինչ ռեսուրսների է տիրապետում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, առաջինը։ Ես պատկերացում չունեմ իրենց գաղափարական, այսպես ասած, ինչ գաղափարական հիմքերի վրա է այդ ուժը։ Օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը պատկերացնեք Նժդեի սպանողների կուսակցությունը, Նժդեի սպանողների իշխանության ներկայացուցիչները դառան Նժդեի գաղափարով խոսության հիման վրա ստեղծված Աշոտ Նավասարդյանի կուսակցության անդամ։ Պատկերացրեք ինչ աբսուրդ է։ Իսկ պարտիական աշխատողները կոմունիստական դառան Նժդեական մեկ գիշերվա մեջ, հա։
այդ տեսակի абսուրդ նման որ սպանողը քարոզի սպանվողին իբրև ազգային արժեք եւ այդ ընթացքում նրա անվան տակ կատարի թալաններ այս ժողովրդի հանդեպ դա абսուրդ էր սակայն ես չգիտեմ ինչ գաղափարի հիման վրա է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձևավորված բաները կարգախոսները գիտեմ եւ ես չգիտեմ ես իրենցից մարդ չեմ ճանաչում անձնապես ժողովրդավար սակայն եթե ժողովրդավարությունով ժողովրդավարական ինքնիշխանություն, ժողովրդավար, պատկերացումներից ինչպես ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն։ համաձայնում եթե դա միայն կարգախոսներ չեն իսկ ես տեսնում եմ որոշ էլեմենտներ երբեմն որ ինձ դուր են գալիս օրինակ մի քանի անգամ ես նկատեցի որ ընտրությունների ժամանակ փորձում են թափանցիկություն պահպանել Բայց բայց անհայտ միևնույն վտանգավոր ժամանակ է, երբ որ Երևան քաղաքի գործակալներում վրայով երկիրը։ մայիսի 9-ի Երևան քաղաքի վրայով պտտվել է ուղղաթիռ սովետական միության դրոշը դրոշ չէ շորի կտորը տակը կրծրած պտտվում էր քաղաքի վրայով եւ բավականին մեծ քանակությամբ գումարներ էին ծախսողները Ելենա Շուվայևա Պետրոսյան ռուսական տուն Երևանում եւ այդ Ռոսատրուդնիչեստվա կազմակերպություններն էին եթե այսպես կոչված ընդդիմությունը անկեղծ լիներ, ապա նա Արցախի պատերազմը կհամարեր հայրենական, ոչ թե Բերլինի պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ Հայաստանը որպես պետություն ինքնիշխան սուբյեկտ չի մասնակցել։ Այն մասնակցել է ռուսական, սովետական զորքերի մեջ, կոալիցիոն դաշինքի մեջ։ Մեզ փաթաթեցին հայրենական մեծ պատերազմ, փաստորեն Ուկրաինայում զոհված հայը կամ Բելարուսիայում նա հայրենական պատերազմի զոհ է իսկ Արցախում զոհված հայը Պարոն հայրենական Էլֆիմյան, պատերազմի մենք զոհ չէ հասկանում ենք, որ եթե հարիկ անկեղծ նաև լինենք, հայրենական պատերազմ անվանենք դա, քանի որ մենք հիմա այս վերջին պատերազմում պարտավորված կողմ ենք, դա նոր խնդիրներ կստեղծի մեր համար։ Դա էլ կա։ Հենց այդ եմ Արցախյան ասում պատերազմի օրերին, երկրորդ Արցախյան պատերազմի օրերին ասում էին, որ սա հայրենական պատերազմ է։ Ադրբեջանի Հանրապետությունը մեր հայրենիքը օկուպացնելու համար անվանեց դա հայրենական պատերազմ Մենք էլ էինք այդ մենք ժամանակ այդպես անվանում, կոնկրետ պատերազմի ժամանակ։ Իսկ պարտությունից հետո մենք միջև պատերազմի սկսելը, միջև ինձ համար դա պատերազմ չէր, դա ռազմական գործողություններ էին, երկրորդ 2020 թվականինը։ Դա ինձ համար ռազմական գործողություններ էին, որտեղ մենք կրեցինք վնասներ տարածքային։ Մարդկային չէ, մարդկային ոչ։ Մենք շատ ավելի քիչ ենք զոհվել, քան Ադրբեջանի Հանրապետությունը, բայց տարածքային լուրջ վնասներ ենք կրել, մարդկային զոհեր են լուրջ տա։ վնասներ։ Մարդկային զոհեր են տա, ուղղակի Դե ուր դուք 20,000-ը, համեմատում ուր եք, 4,000-ը։ հա, Չէ, պարոն Այվազյան, ես ուզում եմ ասեմ, ուր 20-25 հազարը, ուր 4,000-ը։ Մենք մարդկային զոհերով շահած ենք դուրս եկել։ Կներեք, ես չեմ ուզում այ ինձ թևաբանությամբ ասում հասկանալի եմ։ է դուք ինչ եք ասում։ Հիմա կարող է Ես որոշները հասկանում եմ, փորձեն, որ ամեն ընտանիքի համար դա դժբախտություն է։ Ամեն ընտանիքի մարդիկ իրենց կերակրող զավակին են կորցրել, կերակրող հայրին են կորցրել։ Դա դժբախտություն է, այդ ընտանիքները պետք է ամեն ինչ արվի, որ չկործանվեն։ Եվ պետությունը պետք է լուրջ աջակցություն ցուցաբերի այդ հա ձեր ընտանիքների ասած նկատմամբ։ իմաստը լրիվ հասկանալի է, լավ է որ պարզաբանում եք, որ Թուրենբերգում չմնա։ Այո, միանշանակ, սակայն մենք 1990 թվականից առ այսօր Արցախի պատերազմը չենք անվանում հայրենական։ Մենք անվանում ենք Բերլինի պատերազմը, տենց անվանենք, հա պայմանական երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք Բերլինի համար մեր զոհված արցախցուն ասում ենք հայրենականի է նա զոհ է, իսկ սա Արցախինն է զոհ է։ Արցախցին է դա ասում։ Դե Արցախցոց մեջ Մենք ավելի շատ է մենք ռուսական, մենք ցավոք պիտի սրտի։ 90 թվականից այսպես կոչված սրիկա ես ուրիշ անվանում չունեմ այդ մարդկանց որոնք հիմնադիրներին, գաղափարախոսներին, նվիրվածներին հերացրեցին դրա դիմաց բերեցին տարբեր տեսակի Եսայի Ստեփանյաններ, Կարեն Ճշմարիտյաններ
Վարդան Այվազյաններ, եսիմ ինչ Ձեր էր, պատկերացմամբ, որոնք պարոն տարբեր Էնֆիաջյան, երկրներում հարյուրավոր միլիոն հենց ի սկզբանե դոլարի հիմքը սխալ էր դրվել, թե Հայաստանի միանշանակ Հանրապետության երրորդ անվանելով, առաջինը երրորդ անվանելով, եւ թե Արցախի սկիզբը նույնպես սխալ էր դրվել։ Ոչնչացվել էին բոլոր այն գաղափարապես հզոր մարդիկ, ովքեր որ կարող էին իրոք անկախ պետություն կառուցել Արցախում։ Հետո սկսվեց թալանը, ես եւ մենք հասանք նրան, ինչին հասանք։ որպես առաջի մարտական գործողությունների մասնակից, ես մասնակցել եմ 88 թվականից մարտական գործողությունների։ Մենք բազմիցս Վազգեն Սարգսյանի օրվանից սկսված, դա նա կարծեմ եկավ 90 թվի ամառը, հաբի զինաթափումից հետո նրան եւ սա կարող է հաստատեն բազմաթիվ հրամանատարներ, Կորիձորի Արայիկ լինի, Տիգրամեծի Վլադիմիրը լինի, Արաքելյան, շատ ինչ ես ասում եմ, կարող եք իրենցից էլ հարցնեք։ Մուշեղ Մխոյանի մարտական ընկերները, մարտական գործողությունները սկսվել են 1988 թվականից, Սումգայիթից են սկսել մարտական գործողությունները, երբ Ադրբեջանի հերոսակները հարձակվեցին խաղաղ հայ բնակչության վրա, որոնք գտնվում էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Դա ստիպեց անմիջապես Հայաստանում որոշ խիզախ տղաների միջոցով ստեղծել առաջի ապօրինի զինված խմբավորումները։ Սակայն ըստ կոնյուկտուրայի, եթե նայեք Պաշտպանության նախարարության անձնական գործերը, որոշ տեղեր գրում էին, որ մասնակցել է ռազմական գործողությունները սկսել են 92-ից 94, հետո գրեցին չէ 91-ից 94, այսինքն ամեն մի իշխանավոր, երբ համազգեստ հագավ, մտավ, սկսեց հայրենիք սիրել, իրեն հարմար ձևի ներկայացրեցի, որ այդ ժամանակա պատերազմ եղել։ Այսինքն Մուշեղ Մխոյանը պատերազմի վետերան չի, Էմի Զոհվածը պատերազմի վետերան չի, Բերթաձորի Անդրանիկի անունը կորավ, այնքան մարդկանց անուն կորցրեցին, այդ ինչա իրանց, որ տեղավորեն այս շարժման մեջ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է սկրվել եմ։ Քանի անգամ ես իր այսպես ասած կողմնակիցներին հարց եմ տվել, ուղիղ հիմա էլ եմ հարց տալի։ Լավ արեք կրվելը։ Որ ջոկատում ա եղել զինվոր։ Սերժ Սարգսյանը կրվել է, համաձայն է, որ ջոկատից ա եղել։ Ով ա եղել հրամանատարը։ Ճիշտ է, Ոչ պարոն մեկ չի կարող ինձ այդ հարցի պատասխան տալ։ Եվ երբ որ հերոստատեսան, այդ սրիկան Լևոն Պետրոսյանը Սերժիկ Ազատի Սարգսյանին վերանվանեց Սերժ, Իքը հանեց։ Ինչի մասին է խոսում Իքը։ Այդ տեսակի անգրագետ միջավայրում է նա մեծացե, որ չեն իմացել, որ նման անուն գոյություն չունի։ Ծնողը դնելիս այդ հիմարին, այդ անունը սկի չի իմացել, որ նման անուն գոյություն չունի։ Մենք նմանին ոչ միայն պրեզիդենտ եք նշանակել եք մեկ չէ էլ էս սրանք ներողություն պաշտպանության նախարար, ազգային անվտանգության նախարար, ներքին գործերի նախարար, то ես իմ 5 էջ պաշտոն են տվել, 5 էջ Այս հիմարը Լևոն Պետրոսյանը իմանալով դա, հասկանալով որ Հայաստանի Հանրապետությունում կան կրթված մարդիկ եւ կծիծաղեն Սերժի անվան վրա, պարզապես, այսպես ասած, պոլիտկորեկտությունից ելնելով Սերժ անվանեց։ Լևոն Պետրոսյանը սրա անունը փոխել։ Դե պարզ է դա, պարոն M1-ը եղել է երկուսին էլ նշանակել է Քևորքովը, Բորիս Քևորքովը, Ալիևի Հաուլայտերը Լղիմում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Մեր ժողովուրդը հանդուրժեց, որ սրանց կեղծ կենսագրությունը սարքած վիճակով բերեն Հայաստանի Հանրապետության տարածքում իշխանավոր նշանակեն։ Դեռ այդքանը։ Պարզ է, պարոն Էնֆիաջյան, շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար։ Ցտեսություն։ Շնորհակալություն։ Հանդիպենք։ Շնորհակալություն։